2025 թվականը Հայաստանի տնտեսության համար առանձնահատուկ տարի էր։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահը թվարկում է իրենց ձեռքբերումները՝ նոր շուկաների բացում, ներդրումների ներգրավում, արտահանման զարգացում, միջազգային գործընկերային ցանցի ամրապնդում։ Ավստրիայի ներդրումային գործակալությունը, որը կառավարության կից է գործում, Չեխիայի գործակալությունը, պատրաստական են հայկական ընկերություններին տրամադրել անվճար գրասենյակներ, աջակցել ընկերության իրավաբանական գործունեության գրանցման գործընթացում։ Խորհուրդը երկար տարիներ Միացյալ Նահանգներում կազմակերպում է միջազգային ցուցահանդեսներ, համաժողովներ, հայաստանյան գործարարների համար ստեղծելով նոր հնարավորություններ եւ կապեր։ Այս տարի գործարկված Armenian Trade Hub նախագծի շնորհիվ գործարարները պահեստավորում են իրենց արտադրանքը Միացյալ Նահանգներում, տեղում ցուցադրում ու վաճառում։ Պահեստը հնարավորություն է տալիս մեկ ձեռքով հնարավորություն ստեղծել ամերիկյան բոլոր մատակարարներին արդեն մաքսազերծված ապրանք ստանալ հենց ամերիկյան պահեստից, իրականացնել մանրածախ վաճառք, որը լայն հնարավորություն կտա նաև գնային առումով որոշակի գնիչեցում ունենալ այդ շուկաներում։ Մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ համաձայնագրեր կնքվել նաեւ այլ երկրների հետ՝ Չինաստան, Իրաք, Իրան, Հնդկաստան, Ճապոնիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եվրամիության երկրներ։ Սրանք հնարավորություն են տնտեսվարողներին գնալ, անձամբ այցելել, ստեղծել network, B2B-ներ, ձևավորել կապեր, հասկանալ եւ ուսումնասիրել շուկաներ։ Հարաբերությունների զարգացման հաջորդ ուղղությունը Կիպրոսն է։ Հայ արտադրողները հնարավորություն են ստացել պայմանագիր կնքել Կիպրոսում գործող ֆինանսական ապահովագրական եւ մատակարար ընկերության հետ անմիջապես ստանալով հաշիվապրանքագրի ինվոյսինգի 85%-ը։ Լայն հնարավորություն է ռիսկերից ձերբազատվելու, շրջանառությունը ֆինանսական ապահովելու, հնարավոր ծավալներ ներգրավելու, ավելի մեծ ծավալներ ունենալու ապագայի նկատմամբ։ Թրիփուղին եւ քննարկվող այլ նախագծերը եւս կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ մեր երկրի զարգացման հեռանկարի վրա, նշում է Մարիամ Մանուկյանը։ Նախորդ տարիների համեմատ այս 2026 թվականը լինելու է շատ ավելի բեկումնային, աջակցող գործիքները շատ ավելի մեծ, լայն հնարավորություններով եւ երկրների ընդլայնված հնարավորություններն են շատ լինելու տնտեսվարողների համար։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը 2026-ին շարունակելու է իր առաքելությունը, միավորելով հայկական բիզնեսը գլոբալ շուկաների հետ, ստեղծելով կայուն գործընկերություն եւ իրականացնելով նորարար բիզնես նախաձեռնություններ։ Վրույր Մկրտչյան, լուրեր։